Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում։ Այսօր մեր համակարգային ընդդիմության ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ թրիպը իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է, եւ նա նշելով, որ Հայաստանում այդ փաստաթուղթը ներկայացվում է որպես դե յուրե հաստատված, այսպես ասած խաղաղություն եւ թրիպ, որը որևէ կապ չունի ինքնիշխանության սահմանափակման հետ, նշել է, որ դա թյուր կարծիք է։ Ըստ այդ ընդդիմադրի, ես անունը հատուկ չեմ նշում, դա իրականում ոչ մի բան չի փոխելու, ուղղակի ծիծաղ է առաջացնում այդ ամենը, եւ եթե մենք խոսենք պարզ, հիմա ես ցիտում եմ կոնկրետ այդ պարոնին, մենք Հայաստանի Հանրապետությունը այսօր ունենք 26% ինքնիշխանություն, այնքան, ինչքան մեզ տրամադրել են, որ մենք կարող ենք մասնաբաժին ունենալ, ասել է այդ ընդդիմադիրը։ Այս եւ այլ հարցերի շուրջ, կարևոր հարցերի շուրջ, մենք այսօր խոսելու ենք քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ, բարև ձեզ, պարոն Զոլյան։ Բարև ձեզ։ Գիտեք, պարոն Զոլյան, ես համամիտ եմ այս ընդդիմադիրի հետ, իրականում։ Սա կարող է պարադոքսալ թվալ, բայց մեծ հաշվով ինքը ճիշտ բան է ասում։ Մենք իրոք ունենք մոտավորապես 26% ինքնիշխանություն այդ գործարքի մասով, սա իրականություն է։ Ուղղակի ունենք շատ ավելի մեծ հեռանկարներ հետագայում։ Սա իհարկե ինքը չի ասել, սա ես եմ ասում, այդ 26%-ը հետագայում կարող է, դիտե փաստաթղթով էլ է նշված, դառնալ ոչ միայն 49, այլ հետագայում շատ ավելի շատ։ Եթե նաև հաշվենք մուլտիպլիկատիվ էֆեկտը եւ այն իրողությունները, որը կա տարածաշրջանում։ Բայց այնուամենայնիվ հարցս այսպես ձևակերպեմ։ Եթե մենք չգնայինք այդ ճանապարհով, այդ 26-ի չհամաձայնվենք, իսկ ես գիտեմ, որ բավականին երկար բանակցություններ էին գնում այդ պատուհանը օգոստոսի 8-ից մինչև այսօր ինչով է հիմնականում պայմանավորված, այդ մասնաբաժին բաժնի մասով առևտուր էր գնում ԱՄՆ-ի եւ մեր միջև։ Եվ արդյունքը սա է, եթե մենք չհամաձայնվենք 26-ի, ինչքան կարող ենք ստանալ։ Դե դուք սկսեցիք սլովենացի փիլիսոփակահայտնի Սլավոյ Ժիժեք, որ միշտ այսպիսի բաներ է ասում, ասում ես Ստալինի հետ համաձայն եմ կամ այդ չգիտեմ Հիտլերը այնքան էլ վատ մարդ չէր եւ այլն, բայց հիմա կարելի է այդ համեմատությունը շարունակել, հա, ասենք ճիշտ է ասում, բայց նախ ուրեմն իրավական ուժի վերաբերյալ, իսկ 20 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինչ իրավական ուժ ուներ, հա, ընդհանրապես Zoom-ով ընդունված հայտարարություն էր, բայց մեր քաղաքական չրատիֆիկացված, հետո որևէ ձևով, այսպես ասած, միջազգային հանրության կողմից պես գոնե ձևական ճանաչում չունեցող եւ այլն, բայց մեր համակարգային ընդդիմությունը պես աղոթում էր եւ երդվում էր այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթի անունով, չէ՞, հետո երբ որ Վաշինգտոնում շատ ավելի մեծ իրավական ուժ ունեցող փաստաթուղթ ստորագրվեց, ասում էին ոնց կարելի է փոխարինել։ Հա, չնայած նա ոչ մի ուժ չուներ, սա մեկ։ Հերթական պարադոքս է իրականության։ Երկրորդը, իսկ օրինակ Հարավկովկասյան երկաթուղիները կամ չգիտեմ, այն մյուս ընկերությունները ռուսական, չգիտեմ, ասենք էներգետիկայի ոլորտում, Գազպրոմը եւ այլն, այդտեղ քանի տոկոս ունի Հայաստանը։ Հա, դե եւ ինչու։ Եվ այն ժամանակով էր իշխանության, երբ որ այդ ամենը ստորագրվում էր, հա, այդ ժամանակ էլ էր ներկա իշխանությունը, երբ որ Գազպրոմին տրվում էր 100%-ով ամեն ինչ։ Բա ինքնիշխանության համար էիք պայքարում, այն ժամանակ պայքար էիք։ Հա, սա մի կողմից, մյուս կողմից, ինչքան ես հասկանում եմ, այդ 26, 30 եւ այլն այդ տոկոսները, սա բիզնես տրամաբանության մասին է խոսքը, հա, բայց իրավական տեսակետից, քաղաքական տեսակետից այս տարածքը մնում է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Դա հստակ նշվում է։ Սա է կարևորը, հա, հիմա բիզնեսի տեսակետից, հիմա չգիտեմ, ասենք ամբողջ աշխարհում կան շատ տարբեր մոդելներ, հա, երբ որ մի ընկերություն գալիս է ներդրում անում եւ ցավոք սրտի մենք ապրում ենք, այսպես ասած, անարդար կապիտալիստական աշխարհում, երբ շատ հաճախ միջազգային կորպորացիաները գալիս են եւ այնպիսի պայմաններ են առաջարկում, որ իրանք ստանան շահույթի մեծ մասը։
Հիմա դժվար է պատկերացնել, որ այս աշխարհում մեզ համար, ասենք, այդպես 100%-ով շարունակությունը մեծ տրվեր, հա, առավելևս որ ինչ-որ հասկանան, այստեղ նաև ներդրումների տրամաբանությունն է, հա, այսինքն իրանք նաև այդ նույն համամասնությամբ ներդրում են անում։ Մենք կարող ենք նշել, որ ինքնիշխանության մասով 100% ունենք մենք ինքնիշխանություն սեփական տարածքի նկատմամբ։ Դե եթե այն ինչ որ հանրային հայտարարվում է ճիշտ է, իսկ ես կարծում եմ, որ դա ճիշտ է եւ պատճառ չունեմ չհավատալու եւ որևէ ապացույց չեմ տեսել, որ այդպես չի, այո, մենք ունենք 100%-ով ինքնիշխանություն։ Միակ բանը, որ կարող են ասել, որ այդ մեր ինքնիշխանությունը ինչ որ չափով սահմանափակվում է, այդ front office, back office այդ հասկացությունն է, որ այն մարդիկ, ովքեր անցնելու են այդ սահմանը, մասնավորապես ադրբեջանցիները, նրանք չեն առնչվելու հայ սահմանապահի հետ, հայկական, ասենք, համազգեստով, հա։ Դե հիմա պարզ է, սականցած փողզիչման մեջ այդ զիջման բարական կա։ Հիմա մենք չենք կարող 100%-ով մեր դիրքորոշմանը համապատասխանող հաստատուղթ ունենալ, հա, ինչ որ մի հարցում պետք է ընդառաջ գնանք, բայց սա շատ փոքր հարց է, ես կարծում եմ, որտեղ էլի ըստ էության բոլոր որոշումները կայացնելու են Հայաստանի Հանրապետության ծառայությունները։ Ես ավելի շատ զգացմունքային։ Սա, այսինքն սա դիզայնի բան է, հա, ասենք ի վերջո հիմա Երևանում էլ շատ աշխատանքներ կա, որ ասենք Հնդկաստանի քաղաքացիներն են կատարում կամ Ռուսաստանի քաղաքացիները կամ այլ միգրանտներ։ Հա, եւ ոչ ոք չի ասում ոնց, ասենք ես ուզում եմ իմ ուտելիքը հայ բերի ինձ։ Ոչինչ, ասենք Հնդկաստանի քաղաքացին է մարդկանց ուտելիքը բերում, բայց այդ ամեն ինչը հայկական ընկերության համար են այս մարդիկ աշխատում։ Հիմա այստեղ կլինի ամերիկյան ընկերություն եւ այդ ամերիկյան ընկերության աշխատակիցը, ով ազգությամբ կլինի, չգիտեմ, ինչ-որ, ասենք բրազիլացի օրինակ, հա, ինքը կվերցնի այդ փաստաթղթերը, կտա հայ սահմանապահին, հայ սահմանապահը ինքը կդնի, ինքը այդ փաստաթղթերը կվերադարձնի ադրբեջանցուն կամ քուրդին կամ թուրքին կամ չգիտեմ ով որ ընդեղով անցնում է։ Հա, այսինքն այստեղ ես կարծում եմ, որ այդ զգացական պահն է միայն, որը ինչ որ խորհրդանշական մի բան է, որը այսպես ասած թույլ տվեց մեզ այս համաձայնությունը ճակերտավոր ծախել այն մյուս կողմի վրա։ Որտեղ այն մյուս կողմը մի բան պետք է ստանար, չէ՞, այնպես չի որ իրանք ինչ որ մի բան էին պահանջում տարիների ընթացքում ու հետո հենց այնպես պետքա դրանից հրաժարվեն։ Ինչ որ մի խորհրդանշական բան իրանք էլ պետքա ստանային ու իրանք ստացան դա։ Ու այս իմաստով ես կարծում եմ, որ ամբողջ այս թրիփի հա համաձայնությունը ամբողջական եթե վերցնենք, այն կողմերը, որոնք դրան մասնակցել են, բոլորը շահած են դուրս եկել։ Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը, եւ ԱՄՆ-ն։ Դրանից շահած, այսպես ասած, կամ չշահած են մնացել, հա, կորցրել են այն կողմերը, ովքեր դրան չեն մասնակցել, մասնավորապես Ռուսաստանը, հա, Իրանը ինչ որ իմաստով եւ նրանց դժգոհությունը հասկանալի է։ Իրանց շահերի տեսակետից ես էլ իրանց տեղը լինեի, անհանգստություններ կունենայի, բայց եկեք մենք մեր շահերի տեսակետից սա դիտարկենք։ Իսկ այն որ ինչ որ ասենք անարդարություն կա այդ 26%-ի մեջ, դե մենք ապրում ենք կապիտալիստական աշխարհում, որտեղ այդ օրենքներն են աշխատում եւ դժվար թե փոքր Հայաստանը ժամանակին խորհրդային միությունը չկարողացավ համաշխարհային հեղափոխություն հա կազմակերպել, դժվար թե մենք փոքր Հայաստանը կարողանա դա կազմակերպել։ Դրա համար այդ ամեն ինչը մենք պետք է հաշվի առնենք եւ աշխատենք մեր ներսում, հա, այդ հարցերը այն ինչ որ ձևով կարգավորել, բայց մենք բարձա որ նման իրավիճակում առանձնապես ընտրություն Կոմինտերնի վրա խաղադրույքը իրեն չարդարացրեց։ Պարոն Զոլյան, Արևմտյան Ադրբեջան այս խոսույթը շարունակվում է, սա ակնհայտ է Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով պետական Ալիևյան հովանավարության մակարդակով եւ ահա Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը իր տարեկան զեկույցում, որը այսօր հրապարակվել է, բավականին լուրջ անհանգստություն է արտահայտվում այդ զեկույցում կապված այդ նարատիվի հետ, լուրջ են վերաբերվում այս ամենին, սա իրականում շատ լավ է։ Ինչպես զուգորդենք, հա, այդ Արևմտյան Ադրբեջանը, այդ մեր առևտրային հարաբերությունների հետ Ադրբեջանի հետ, որոնք ակնհայտ կերպով շարունակում են զարգանալ խաղաղության հետ, թրիփի հետ, հակասություն կա, չէ՞, հակասությունը ակնհայտ է։ Ինչու է դա արվում։ Այդ հարցը շարունակում է ակտուալ ու ինքը շարունակելու է ակտուալ լինել, որովհետև կոնֆլիկտը ունի որոշակի իներցիա, հա, այսինքն այդ իներցիայի հաղթահարումը ինքը պահանջում է ժամանակ եւ աշխատանք։ Եվ այդ իներցիան ինչքան էլ աշխատես, ինչքան էլ, հա, ջանք ներդնես, միևնույն է, նաեւ ժամանակ է պահանջում եւ որոշ ժամանակ այդ իներցիան շարունակվելու է, կարող է նաև շատ երկար շարունակվելու, հա։ Հիմա տեսեք, այս հարցում իհարկե
կարելի է այսպես զգացմունքային ձևով, այսպես շատ կտրուկ պատասխանել այդ դիսկուրսներին եւ այլն, բայց դրա հետևանքը ինչ կլինի։ Դրա հետևանքը այն կլինի, որ այս խաղաղության գործընթացը կարող է կանգնի կամ նույնիսկ ընդհատվի, հա, եւ կամ դանդաղի առնվազն։ Արդյոք դա մեր շահերին համապատասխանում է։ Սա մեկ։ Երկրորդը, երբ որ մենք նայում ենք Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները, մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը ունի յուրահատուկ քաղաքական համակարգ, մեղմ ասած, հա, կամ բարձ ասած ավտորիտար քաղաքական համակարգ, որտեղ չկա անդիմություն, չկա անկախ, ասենք, ՀԿ-ներ եւ այլն։ Հայաստանը այդպեսին չի, Հայաստանում կա անդիմություն, այդ թվում խորհրդարանական անդիմություն, կան ՀԿ-ներ, կան անկախ լրատվամիջոցներ եւ այլն եւ այլն։ Եվ այդ անդիմությունը, քաղաքացիական հասարակության զգալի մասը, լրատվամիջոցների զգալի մասը անում են այնպիսի հայտարարություններ, որոնք ոչինչով պակաս չեն այդ արևմտյան Ադրբեջանի դիսկուրսից, ադրբեջանցիների տեսակետից, հա։ Հիմա ադրբեջանցիներին մենք իհարկե բացատրում ենք ռետրանսլյատորի ֆունկցիաներ են կատարում Հայաստանում։ Ադրբեջանցիներին մենք ասում ենք, հարգելիներս, ինչու եք այսպես բաներ խոսում։ Հա, մեր հանդիպումների ժամանակ, քննարկումների ժամանակ ադրբեջանցի փորձագետներին այդ հարցը միշտ բարձրացնում ենք, ասում ենք, ինչու եք դուք ասում եք, չէ՞ որ խաղաղության կողմնակից եք, ինչու եք այս հարցը բարձրացնում։ Իրանք ասում են, հա, բայց ձեր մոտ էլ դաշնակցությունը sense բան հայտարարեց։ Չգիտեմ, այսինչ մամուլի այսինչ հրապարակում sense բան ասեցին, այսինչ գործիցը sense բան ասեց, ասենք Սփյուռքի այսինչ կազմակերպությունը այնպեսի բան ասեց։ Մենք ասում ենք, հա, բայց դա կառավարությունը չի, չէ՞։ Իրանք էլ բացատրում են, ասում են, դե իրանց մոտ կառավարությունից բացի ուրիշ ոչ ոք չկա։ Դե որ չասելով ասելով։ Հա, դրա համար այնտեղ փաստորեն կառավարությունը եւ ընդդիմության դեր նախաղում, եւ կառավարության դեր նախաղում, եւ անկախ մամուլի դեր նախաղում, եւ նրանք պատրաստվում են բոլոր սցենարներին, ասենք իրանց տեսակետից, ասենք նրանք ասում են, լավ, բա եթե ձեր մոտ ընտրություններում ռևանշիստական ուժերը հաղթեն։ Իրանց տեսակետից այդ տրամաբանության մեջ իրանք գտնում են, որ պետքա պատրաստվում են բոլոր սցենարներին։ Հիմա ցանկացած դեպքում ես կարծում եմ, որ դա սխալ է, ես նույնիսկ եթե ես իրանց տեղը լինեի, ես այդպես չէի վարվի, բայց դե մենք իրանց տեղը չենք, իրանք այդպես են համարել, որ այդպես է ճիշտ։ Իսկ ի վերջո ես կարծում եմ, որ այդ դիսկուրսը կվերանա այն ժամանակ, երբ որ արդեն կոնֆլիկտի այդ լուծումը արդեն ավելի իրատեսական դառնա կամ եթե մենք խոսում ենք հեռավոր ապագայի մասին, հա, երբ որ արդեն մեր հարաբերությունները այնպիսին լինեն, որ արդեն հնարավոր կլինի խոսել նրա մասին, թե որը կլինի իրոք արդարացի լուծում, իրոք արդարացի լուծումը, երբ որ հասարակությունները պատրաստ կլինեն, այն կլինի, որ բոլոր փախստականները հնարավորություն ստանան վերադառնալ այնտեղ, որտեղից իրանք ստիպված են եղել հեռանալ, լինի դա Երևանը, լինի դա Բաքուն, լինի Ստեփանակերտը, լինի Շուշին, լինի Հայաստանի կամ Ադրբեջանի որևէ մարզ, բայց այդ լուծմանը հասնելու համար մեզ ցավոք սրտի տարիներ եւ տասնամյակներ են պետք, որովհետեւ հիմա նույնիսկ եթե մենք այդպիսի հայտարարություն ընդունենք, որ բոլորը կարող են վերադառնալ իրենց, ասենք, հայրենի գյուղը կամ քաղաքը, մարդկանց մեծ մասը ուղղակի անվտանգության նկատառումներով դա չի անի։ Դրա համար այսօր այս դիսկուրսը ինքը զուտ գործիքայնացման մակարդակով է բարձրացվում, այն մարդիկ, ովքեր դրա մասին խոսում են, ցավոք սրտի նրանք ոչ թե արդարության վերականգնմանն են ձգտում, այլ ուղղակի դա քաղաքական գործիք է։ Եվ դրա համար այսօր ես կարծում եմ այս դիսկուրսին պետք է հենց այդպես էլ վերաբերվել, բայց ի վերջո, հա, այդպես եթե մենք խոսում ենք վերին արդարության մասին, այո, վերին արդարությունը պահանջում է, որ բոլոր փախստականները ի վերջո մի օր կարողանան վերադառնալ այնտեղ, որտեղից նրանք ստիպված են եղել հեռանալ, ու բայց դա պարտադիր չպիտի լինի նաև, հա, իսկ նրանց չպիտի ստիպեն վերադառնալ։ Այստեղ խնդիր կա, որ Ադրբեջանի պարագայում մենք չգիտենք այդ մարդիկ, եթե հնարավորություն ստանան վերադառնալ, արդյոք իրենց կամքով կորոշեն վերադառնալ թե ոչ, թե ասենք իրենց ինչ-որ մեկը հրամայելու է վերադառնալ, հա։ Դրա համար այդ ամեն ինչը այսօրվա խոսակցություն չի, այսօր պետք է ուղղակի այդ խոսակցությունը, այսպես ասած, մարել, հա, չփորձել էմոցիոնալ ինչ-որ արձագանք տալ, որի արդյունքում այդ խոսակցությունը ավելի այսպես բան կլինի, յուղ պետք չի լցնել կրակի մեջ, հա։ Այս իմաստով ես կարծում եմ մեր կողմը շատ քիչ ճիշտ է արձագանքում եւ վաղ թե ուշ դա կվերանա։ Պարոն Զոլյան, Հայաստանում ընտրությունների արդյունքները խորհրդարանական 5 ամիս ժամանակ է մնացել, բավականին քիչ ժամանակ է։ Ինչպես կարող է դա անդրադառնալ եւ որ դեպքում խաղաղության հեռանկարների վրա Ադրբեջան-Հայաստան։ Դե գիտեք, ես ինչ եմ հասկացել, որ շատ հաճախ ինչ-որ բաներ, որ մեզ ակնհայտ է թվում, հա, կամ ասենք մենք Հայաստանում ապրելով շատ թե քիչ գիտենք
ինչ իրավիճակ կա, ինչ տրամադրություններ կան հասարակության մեջ, ով շանս ունի հաղթելու, ով շանս չունի հաղթելու։ Դրսում միշտ չի, որ adekvat պատկերացում կա դրա մասին, հա, եւ անգամ այն մարդիկ, ովքեր մասնագիտորեն, հա, որպես փորձագետ զբաղվում են Հայաստանի, ասենք ուսումնասիրում են Հայաստանի քաղաքականությունը, քաղաքական համակարգը եւ այլն, նույնիսկ նրանք միշտ չի, որ ճիշտ պատկերացում ունեն, հա, դրա համար հիմա մենք կարող ենք ասել դե պարզ չի, որ ասենք մեզ մոտ այս միտումներն են, այլ ոչ թե այն միտումներն են։ Ոչ, միշտ չի, որ դա պարզ է, հա, դրսից հաճախ դժվար է հասկանալ, որովհետեւ կարող է լինել ինչ-որ մի փոքրամասնություն, որը շատ այսպես մեծ մեդիա ռեսուրսների է տիրապետում եւ կարողանում է ինչ-որ չափով մեդիա օրակարգը թելադրել, ասենք, հա, եւ դրսից տպավորություն ստեղծում, որ այս մարդիկ շատ ազդեցիկ են։ Հետո ընտրությունների ժամանակ այդ մարդիկ, ասենք, չեմ, շատ փոքր տոկոս են ստանում, ու նոր իրավիճակը պարզ է դառնում բոլորի համար, հա։ Չգիտեմ, ես ճիշտ հասկացա ձեր հարցը թե ոչ, բայց ստում է Ադրբեջանի համար ինչ արդյունքներն են լինելու դրական, իսկ ինչ արդյունքներ են լինելու բացասական, հետևապես այդ արդյունքները դրական եւ բացասական ինչպես կարող են անդրադառնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հեռանկարների վրա։ Դե ես այսպես ասեմ, տեսեք, Ադրբեջանի համար դրական բացասականը մի քիչ այդպես սուբյեկտիվ է, հա, ինչ նշանակում դրական, ինչ նշանակում ինչպես կարող է անդրադառնալ խաղաղության հեռանկարների վրա։ Եթե Հայաստանում կան այսպես ասած ռևանշիստական ուժեր, հա, դա Ադրբեջանի համար նշանակում է, որ Ադրբեջանի ձեռքերը ազատվում են եւ Ադրբեջանը կարող է ցանկացած ծրագիր, որը այսպես ագրեսիվ ծրագիր, որից ինքը այսօր ինչ որ չափով հրաժարվել է, կարող է իրականացնել։ Այնպես որ գուցե ինչ որ մարդիկ կան Ադրբեջանում, ովքեր իրականում հենց երազում են, որ Հայաստանում այդ ռևանշիստական ուժերը հաղթեն եւ նրանք, այսպես ասած, ազատություն ստանան եւ նույն արևմտյան Ադրբեջանի ծրագիրը իրականացնեն եւ այլն եւ այլն։ Բայց իհարկե adekvat մարդիկ Ադրբեջանում, այն մարդիկ, ովքեր մտածում են իրենց երկրի իրոք շահերի, իրենց քաղաքացիների բարեկեցության մասին եւ ուզում են որ խաղաղություն լինի, իհարկե նրանք չեն ուզում որ ռևանշիստական ուժեր գան Հայաստանում, առավել եւս որտեղ նրանք հասկանում են, որ այդ պարագայում Հայաստանը նորից կդառնա Ռուսաստանի գաղութ, հա, ինչքան էլ Ադրբեջանում Հայաստանը չեն սիրում, հա, այնտեղ adekvat մարդիկ գոնե հասկանում են, որ ավելի լավ է գործունալ Հայաստանի հետ, որի հետ կարելի է պայմանավորվել, բանակցել, շուտ գտնել փողզիջում գտնել ընդհանուր շահ անկախ Հայաստանի հետ, որը ինքն է իր շահերը ձևակերպում, քան Հայաստանում ունենալ ինչ-որ այդպես մանկլավիկներ, ովքեր Ռուսաստանի կամքն են կատարում, որովհետև Ռուսաստանը գնալով դառնում է անկանխատեսելի։ Այո, նրանք 20 թվականին Ռուսաստանի հետ պայմանավորվեցին եւ դա իրենց հնարավորություն տվեց իրականացնել իրենց ծրագրերը մեր հաշվին։ Ռուսաստանը ըստ էության մեզ ծախեց այդ պարագայում, բայց որևէ երաշխիք չկա, որ վաղը նույն բանը տեղի կունենա, հա, դրա համար ես կարծում եմ, որ այսօրվա տեսակետից մեր բոլոր հարևանները, անմիջական հարևանները, թե Վրաստանը, թե Իրանը, թե Ադրբեջանը, թե Թուրքիան, շահագրգռված են, որ Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, որը իրոք ներկայացնում է Հայաստանի շահերը եւ որի հետ կարելի է երկխոսություն վարել եւ որի հետ կարելի է պայմանավորվել։ Այլ ոչ թե որ Հայաստանում լինի ինչ-որ մի հատ փոխարքա, որը կատարում է ինչ-որ մի երրորդ երկրի հրամանները, լինի դա Մոսկվան, լինի դա Վաշինգտոնը, լինի դա, չգիտեմ, Նյու Դելին կամ Պեկինը երկրորդական է, բայց դե մենք իրականում հասկանում ենք, որ դժվար թե Պեկինի փոխարքը Հայաստանի կամ Նյու Դելի։ Պարոն Զոլյան, շատ դեպքերում լսելով արտասահմանյան դիվանագետներին Հայաստանում հավատարմագրված միանգամից հասկանում ես, որ իրենք դա անընդհատ ասում են դիվանագիտական լեզվով, բայց ասում են, որ X պահից Հայաստանի հետ ընդհանրապես իմաստ ունի բանակցել, որովհետև միջև այդ իմաստ չուներ բանակցել Հայաստանը, որոշումները Հայաստանում չէին կայացել։ Ես կարող եմ ասել նույնիսկ ինձ թվում է, որ պահից էր, որ իրանք որոշեցին, որ Հայաստանի հետ իմաստ չունի բանակցել, ես ենթադրում եմ, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո առնվազն եվրոպական երկրները Մաքսային միություն այդ մտնելու մասին հայտարարությունից հետո երբ որ Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա ու մի օրում փոխեց, հա, մինչև այդ տարիներով բանակցել էին Եվրամիության հետ ասոցիացիան պայմանագիր ու Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա էր թե Սոչի էր, հիմա չեմ հիշում, գնաց Ռուսաստան, իրան այնտեղ մի քանի քաղցր խոսք ասեցին, ինքը հայտարարեց, որ մենք միշտ ուզեցել ենք մտնենք Մաքսային միություն։ Չնայած մի քանի ամիս դրանից առաջ Հայաստանի ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել հստակ, որ աբսուրդ են այս խոսակցությունները, որտեղ մենք սահման չունենք։ Ու հիմա այսքան ժամանակ մենք առանց սահմանի այդ միության անդամ ենք, հա, եւ դա շատ հստակ է, դրանից հետո հիշում եմ մի կոնֆերանսի էի մասնակցում Մեծ Բրիտանիայում,
ու շատ հստակ էր, որ մեզ ասում էին, որ հարգելիներս, պաստորեն դուք չեք որոշում, հա, ձեր երկիրը ինչ է ստորագրում, ինչ չի ստորագրում, որտեղ է գնում, եւ մենք ստիպված ասում ենք, որ հա, դե պաստորեն այդպես է ստացվում։ Այսինքն Հայաստանը 13 թվականից հետո առնվազն մինչև 20, գուցե մինչև 22 թվական դիտարկվում էր որպես այսպես ոչ լիարժեք միջազգային ինչ-որ խաղացող, որ այդ իմաստ չունի խոսել։ Եթե հարց ունենք Հայաստանի վերաբերող, զանգեք Մոսկվայի հետ պայմանավորվեք։ Շատ կտրուկ անցում կատարենք, պարոն Զոլյան։ Թրամփը Գրենլանդիան գրավելու է, թե ոչ։ Չգիտեմ, ինձ թվում է, որ ուղղակի մի օր ամերիկացի դիվանագետները Թրամփին ծեծելու են, ուղղակի, որովհետև ինձ թվում է այս իրավիճակից, որ հիմա տեղի ունենում, ամենաշատը հենց ամերիկացի դիվանագետներն են նյարդայնանում։ Դե Դանիան արդեն զորք է տանում Գրենլանդիա տեղական։ Տեսեք, այստեղ իրականում անիմաստ ալրիվ է ամբողջ խոսակցությունը, որովհետև Գրենլանդիայում Ամերիկան, եթե ուզենա, ասենք ցանկացած քանակությամբ զորք տեղավորել, բոլոր փաստաթղթերը, պայմանագրերը կան, ամեն ինչ կա, ոչ ոք 51 թվի պայմանագիր, եթե չեմ սխալվում։ Հա, դա այնտեղ ամեն ինչ վաղուց բանակցված է եւ այլն, այսինքն սա ոնց որ զուտ, չգիտեմ, կամ Թրամփը դրա միջոցով փորձում է ինչ-որ ուրիշ հարցերում ճնշում գործադրել եվրոպացիների վրա, կամ ուղղակի պես դե մեծ մարդ է շուտ տարօրինակություններ ունի եւ այլն, շատ իրականում ես հույս ունեմ, որ ուղղակի այս թեման այսպես կջրվի, կանցնի, ինչ-որ ուրիշ թեմա կառաջանա, չգիտեմ, Իրանի թեման նորից կբարձրանա կամ ուրիշ մի բան, որովհետեւ եթե այս գործընթացը շարունակվի, սա իհարկե շատ լուրջ ճեղքում է առաջացնելու արևմուտքում եւ ինձ թվում է ամեն դեպքում նույնիսկ եթե չշարունակվի արդեն եվրոպացիները իրենց հետեւությունները արել են եւ երկարաժամկետ հետևանքները այս ամեն ինչի լինելու է նա որ եվրոպացիները դառնալու են ավելի անկախ Ամերիկայից ավելի իրար մեջ այսպես համախմբված այսինքն Եվրամիությունը դառնալու է ոչ միայն արդեն դառնում է, բայց ավելի հստակ ձևով դառնալու է ոչ միայն տնտեսական, այլև անվտանգության ոլորտի խաղացող եւ ՆԱՏՕ-ի ներսում ձևավորվելու է մի հատ այսպես ավելի փոքր մասշտաբների ՆԱՏՕ, որի հիմքը կլինի Եվրամիությունը։ Թե ինչպես դա կարտահայտվի, թե ինչ ձևով դա կարտահայտվի, ես չգիտեմ։ Եվ մի ուրիշ բան, ես կարծում եմ, որ նաեւ միջուկային զենքի առումով համաշխարհային այդ աշխարհակարգը լուրջ փոփոխությունների է ենթարկվելու, որովհետև այնպիսի երկրներ, ինչպես ասենք Գերմանիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, չգիտեմ, գուցե ուրիշ երկրներ եւս, որոնք մինչև հիմա մտածում էին, որ մեզ պետք չի միջուկային զենք, որտեղ Ամերիկան մեզ կպաշտպանի, նրանք սկսելու են այդ հարցին լրիվ ուրիշ ձևով մոտենալ, որովհետև հիմա պաստորեն ստացվում է, որ Ամերիկան հարգում է այն երկրներին, ովքեր ունեն միջուկային զենք։ Հա, եւ նրանց հետ է խոսում, ինչպես հավասարի հետ, մնացած բոլորին այդտեղ չի դնում։ Հա, այլի դժվար է պատկերացնել, որ ասենք, չնեմ, մի օր Ամերիկան Գերմանիայի հետ կմտնի հակամարտության մեջ, բայց ուղղակի շատ հստակ մեսեջ է ուղարկվում այդ եվրոպացիներին, որ հարգելիներս դուք ծանր քաշային չեք։ Հա, միայն եվրոպացիներից ում հետ է, որ Թրամփը համեմատաբար նրանց լուրջ է անցալում Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, ովքեր ունեն նաեւ միջուկային զենք։ Ասել է, որ Մակրոնը ժամանակավոր ֆիգուր է, իրեն շատ քիչ է մնացել։ Դե ամեն դեպքում լուրջ է անցալում, միանգամից։ Ամեն դեպքում հետները խոսում է, ինչ-որ հարցեր իրար հետ քննարկում են եւ այլն, ասենք, բայց հա, մեծ հաշվով Եվրոպային ընդհանուր առմամբ նրանց վերաբերմունքը պես բավական արհամարական է եւ այս իմաստով ես կարծում եմ լավ է որ Հայաստանը կամ Կովկասը այսպես Եվրոպայի համատեքստում չեն ընկալվում ամերիկացիների կողմից, հա, դա մի հատ առանձին հարց է, որով նաև անձամբ Թրամփը չի զբաղվում, կամ ասենք եւ դա լավ է, ինչքան հասկանում եմ, ընդհանրապես ես այսպեսի միտում եմ տեսնում Ամերիկայի հիմիկվա քաղաքականության մեջ այն ամեն ինչը ինչով զբաղվում է Պետդեպը եւ Մարկո Ռուբիոն, այդտեղ ամեն ինչ նորմալ է ընթանում, շատ թե քիչ պրոֆեսիոնալ դիվանագետներ են դրանով զբաղվում։ Այն ամեն ինչը ինչով անձամբ զբաղվում է Թրամփը կամ նրան մոտիկ մարդիկ, ասենք Քուշները, Վիտկոֆը, օրինակ Ուկրաինայով, օրինակ Գրենլանդիայով, օրինակ Իրանով, հա, Իրանի հարցում էլ ինքը փաստորեն ասեց գնացեք, բան, հանգարց եթե ձեզ ձեր տան, մենք կպատժենք նրանց, գնդակահարեցին հազարավոր մարդկանց ու եւ խոսենք Իրանի մասին, անընդհատ մեր զրույցի ընթացքում անդրադարձ կատարվում է Իրանին։ Կարծես թե իրոք այաթոլլաներին հաջողվեց ապստամբությունը ճնշել եւ խեղդել արյան մեջ եւ
Հասկանալի է, չէ, որ խնդիրները չեն լուծվել, հասկանալի է, որ 80-90 միլիոնանոց պետությունը եւ դժգոհությունը շարունակելու է աճել։ Խնդիրը չի լուծվել, խնդիրը լինելու է նորից, դա հաստատ է։ Հիմա այս առումով ինչ լուծում կարող է ունենալ այս խնդիրը, հաշվի առնելով, որ մեզ համար դա շատ կարեւոր, մեր հարևանն է, հարավային հարևանը եւ ԱՄՆ-ի դերակատարումը, արդյոք ԱՄՆ-ն եւ Իսրայելը այդ պատժիչ գործողությունների դիմելու են թե ոչ մոտ ժամանակներում։ Դե այս ոնց որ երկու հարց, հա, սկզբից երկրորդ հարցին փոխկապակցված իհարկե։ Ինչ վերաբերում է արդյոք ԱՄՆ-ն ինչ որ գործողություններ կձեռնարկի թե ոչ, ինձ թվում է այնուամենայնիվ ինչ որ ձեռնարկել, ինչ որ բան ձեռնարկելու է, որովհետև այլապես եթե ոչ մի բան չարվի, դա շատ ակնհայտ այսպես հա մի երևույթ է, երբ որ մարդիկ հստակ ասեցին, որ այ մենք աջակցում ենք այդ բողոքավորներին, եթե նրանց հետ ինչ-որ բան տեղի ունենա, մենք կպատժենք ու դրանից հետո որևէ քայլ չձեռնարկելը, դա այսպես ու դրանից հետո լուրջ չեն վերաբերվի ուղղակի ամերիկացիներին։ Դրա համար ես կարծում եմ ինչ-որ մի քայլ կլինի, գուցե նաև խորհրդանշական թեկուզ, բայց գուցե նաև նրանք պատրաստվում են այսպես ավելի մեծ օպերացիայի, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ իրանցիներից շատերը, ինչով էլ դա ավարտվի, իրանցիներից շատերը նաև հիմա հիասթափված են, ովքեր ինչ-որ հույսեր էին կապում Թրամփի հետ կամ ԱՄՆ-ի հետ կամ Իսրայելի հետ, նրանք նաև դրանցից են հիասթափված, որ նույնիսկ եթե լինի ինչ-որ հարված եւ նույնիսկ եթե դրա արդյունքում այնտեղ իշխանապողություն տեղի ունենա, արդեն այս մարդիկ զոհվել են։ Հա, արդեն հազարավոր զոհեր եղել են եւ այդ զոհերը բարձա ռեժիմի խղճին են, բայց նաև ամերիկացիների, ովքեր քաջալերեցին, այդ մարդիկ դուրս եկան փողոց ու հետո ուրեմն այսպեսի բան տեղի ունեցավ, հա, սա երկրորդ հարցի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Իրանին, բուն Իրանին, հա, ես կարծում եմ, այստեղ եւս մեկ անգամ մենք համոզվում ենք, որ իրոք Հայաստանը եւ Իրանը այսպես եղբայրական երկրներ են, որովհետեւ ես կարծում եմ, որ Իրանի քաղաքական համակարգը այսօր շատ նման է այն համակարգին, որը մենք ունեցել ենք։ Ոչ թե կոնկրետ ինչ-որ դետալների առումով, այլ տրամաբանության առումով, հա։ Երբ ենք ունեցել։ Մինչև 18 թվականի հեղափոխություն, մինչև 20 թվականի պատերազմ, գիտեք ինչ իմաստով, որ բարձր շատ են տարբերությունները, բարձր որ մասշտաբը լրիվ ուրիշ է, Իրանում իսլամական հեղափոխություն է, իսլամական հանրապետություն է, մեզ մոտ ասենք, պես ասած, ուրիշ գաղափարախոսություններ։ Հա, բայց հիմքը նման էր այն ինչ իմաստով, որ երկու դեպքում էլ պետության նպատակը ոչ թե քաղաքացիների բարեկեցության ապահովումն է, այլ ինչ որ абստրակտ նպատակների իրականացում։ Հայաստանի պարագայում դա, ասենք, հայդատն էր, չգիտեմ, պատմական Հայաստանի վերականգնումը եւ այլն, գոնե այդպես հայտարարվում էր։ Իրանի դեպքում դա հակաիմպերիալիստական պայքարն է, հակաիսրայելական, ասենք, պաղեստինցիների ազատագրումը եւ այլն։ Եղբայր, դուք ինչ կապ ունեք էլի Պաղեստինի հետ։ Ամբողջ պատմության ընթացքում իրականում իրանցիները եւ արաբները ունեցել են Իսրայելա-արաբական կոնֆլիկտի հետ ինչ կապ ունեք։ Ինչ կապ ունեք դուք, հասկացաք իսլամական համերաշխություն եւ այլն, բայց ասենք նույն արաբական պետությունները, որոնք շատ ավելի մոտ են Պաղեստինին, նրանք վաղուց Իսրայելի հետ արդեն կամ խաղաղություն են կնքել, կամ ճանաչել են, կամ նույնիսկ եթե պաշտոնապես չեն ճանաչել, համագործակցում են շատ հարցերում։ Կամ նույնիսկ այն պետությունները, որոնք օրինակ Քաթարը, հա, ինքը շատ ակտիվ աջակցում է Համասին, հա, Պաղեստինում։ Բայց դրանով հանդերձ Քաթարը նաև հիանալի հարաբերություններ ունի Ամերիկայի հետ, գազ է վաճառում Եվրոպային, հա։ Ինչու եք դուք գնում այդ ծայրահեղ քայլերին, հա։ Ինչու է իսլամական հանրապետությունը այսօր եւ ոչ միայն այսօր 10 տարիներով կոնֆլիկտի հետ, դա Իսրայելը հասկացանք, ամբողջ Եվրոպայի հետ, ԱՄՆ-ի հետ, հա։ Ինչու է այդ ծայրահեղական մոտեցումը դառնում իրանց քաղաքականության հիմքը եւ դրանից են որ մարդիկ դժգոհում են, հա, այնտեղ մարդիկ փողոցներում գոռում են իրանց այդ լոզունգներից մեկը նա է, ոչ Գազա, ոչ Լիբանան, միայն Իրան։ Ասում են եղբայր, մեր մասին մտածեք, հա։ Ու նաև մյուս խնդիրը, նաև թե ինչու հիմա այսքան սրվեց այնտեղ հակամարտությունը, փաստորեն ըստ էության քաղաքացիական պատերազմի հետ գործ ունենք Իրանի ներսում, արդեն այս հազարավոր զոհերը են, որում այն կողմից էլ նաև իշխանության կողմից հարյուրավոր զոհեր կան, հա, այսինքն նաև այդ ցուցարարները ինչքանով որ կարողանում էին, նրանք էլ դիմադրում էին, նրանք էլ էին փաստորեն այս արդեն քաղաքացիական պատերազմի ինչ որ առաջի փուլ է եւ ինչու, որովհետև
ժամանակին իսլամական հանրապետության ներսում կար բարեփոխական թեև, որին թուլացրեցին, ոչնչացրեցին, ինչ որ մարդկանց ձերբակալեցին։ Ռոհանիի թևը։ Ինչ որ մարդկանց Աքսել Ռոհանի, դրանից առաջ Մուսավիներ 2009 թվականին էլի մեծ ցույցեր էին, հսկայական ցույցեր էին, եթե հիշեք, բայց այդ ցույցերը խաղաղ ցույցեր էին, ինչու որտեվ ընտրություններից հետո էր եւ այդ ռեֆորմիստների կողմից կազմակերպվող ցույցեր էին եւ այդ ցույցերը խաղաղ ցույցեր էին։ Կառավարելի էին։ Կառավարելի, բայց այդ ցույցերը ճնշեցին, այդ ցույցերի կազմակերպիչներին բռնության ենթարկեցին, բնականաբար դες դժգոհությունը մնաց, չէ, այդ հարցերը չլուծվեցին։ Բնականաբար այս մարդիկ ավելի արմատական դարձան եւ այսօր եմ ասում, սա ժամանակի խնդիր է, ցույցերը որ շնորհիվ իհարկե, ու տեսեք, օրինակ հիմա շահն է, չէ, գոռում են կեցե շահը, հա, այդ Ռեզա Փեհլևին, որ թագաժառանգն է, ինքն է դարձել խորհրդանշական առաջնորդը։ Առաջ նրան լուրջ չէին ընկալում, ասենք մի 10 տարի առաջ Իրանում ոչ ոք իրան լուրջ չէր ընկալում, բայց բոլոր մնացած այլընտրանքները ոչնչացվեցին ըստ էության, ասենք ընդ որում այդ այլընտրանքները այն այլընտրանքներն էին, որոնք թույլ կտային առանց ցնցումների շուտ բարեփոխումներ իրականացնել նույն արևմուտքի հետ։ Իհարկե այդտեղ էլ մի արևմուտքն էլ իր մեղքի բաժինը ուներ, որովհետև Ռուհանիի հետ այդ պայմանավորվածությունը կար եւ արդեն Օբամայի հետ նրանք պայմանավորվեցին, Թրամփը եկավ, չեղել հրետանարեց։ Բայց հետո արդեն էլի հնարավորություն կար, էլի հնարավորություն կար դա վերականգնել։ Նույնիսկ հիմա ասենք Փեզեշքյանին ընտրեցին, Փեզեշքյանն էլ է բարեփոխական համարում, բայց նա շատ թույլ բարեփոխական է, հա, այսինքն նա իրական իշխանություն գրեթե չունի։ Հենց դրա համար նրան թույլ տվեցին ընտրվել, իսկ ասենք Մուսավիին կամ Ռուհանիին թույլ չտվեցին։ Եվ խնդիրները չեն լուծում, որովհետև եւ տնտեսական խնդիրներ կան այնտեղ, եւ քաղաքական, արտաքին քաղաքական եւ նաեւ շատ լուրջ բնապահպանական խնդիրներ կան, ասենք Ուրմիա լիճը գոյություն չունի այլևս։ Ուրմիա լիճը, որ մենք բոլորս դպրոցում հիշում ենք, սովորում էինք որպես հայկական լեռնաշխարհի 3 լճերից մեկը, ինքը հիմա ուղղակի գոյություն չունի, ցամաքել է։ Թեհրանի բնակչության զգալի մասը ամառը ջուր չի ունենում։ Ու այդ հարցերը էսենց չեն լուծվելու, հա, այո, դուք կարող եք ճնշել ցույցերը, կարող եք ճնշել ապստամբությունները, կարող եք ինչ-որ ձևով նույնիսկ դիմադրել, ասենք, դրսից եկող, ասենք, ամերիկա-իսրայելական հարվածներին, չնայած այս վերջի պատերազմը ցույց տվեց, որ ըստ էության Իսրայելը շատ լուրջ առավելություն ուներ օդում, հա, առնվազն ամբողջ օդը վերահսկում էր։ Բայց լավ, այդ ամեն ինչը ենթադրենք թե ինչ-որ ձևով լուծեցիք, բայց այդ ներքին խնդիրները ո՞նց եք լուծելու։ Դրա համար ես կարծում եմ մենք շատ զգուշ պետք է լինենք։ Իհարկե պետք է մենք աշխատենք ցանկացած կառավարության հետ, որը Իրանում կա մեր Հիմա ես բարձր միշտ ազատության եւ ժողովրդավարության կողմնակից եմ, բայց ես միանգամայն հասկանում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է աշխատի Իրանի ներկա կառավարության հետ, ով էլ այնտեղ լինի։ Բայց նաեւ մենք պետք է հասկանանք, որ Իրանը նոր պայթյուններ լինելու են եւ այս տրամաբանությունը ոչ մի լավ տեղ չի տանում եւ մենք պետք է այդ ամենը հաշվի առնենք մեր հաշվարկներում։ Շատ շնորհակալ եմ, պարոն Զոլյան։ Մեր հյուրներ քաղաքագետ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը, այսպեսին էին այսօրվա մանրամասները, ես Դավիթ Ստեփանյանն եմ, կհանդիպենք։